եղանակով նոր ջուղայում տպարան հիմնադրեց և բազմաթիվ գրքեր հրատարակեց։ Նրա ղեկավարությամբ գնացել էր այդ նվիրակների պատվիրակությունը, որոնց մեջ էր նաև Սիմեոն Ջուղայեցին, որ պիտի գնան այնտեղ ինչ-որտեղ կաթոլիկներին տան, ջարդեն, փշրեն և վերականգնեն հայ առաքելական եկեղեցու ծիսակարգը, ավանդույթները, բայց կաթոլիկները շատ ավելի խորամանկ ու նենգ գտնվեցին, հեռատես գտնվեցին, կազմակերպեցին հրապարակային բանավեճ հենց գիտության, փիլիսոփայության և հատկապես մայրենի լեզվի իմացության հարցերի շուրջ։ Դե պատկերացրեք, գնացել են Հայաստանի աչք ընկնող ժամանակի գործիչները և այնտեղ բանավիճում են հայոց լեզվի շուրջ, հարցերի շուրջ ու հանկարծ պարզվում է, որ կաթոլիկ քարոզիչները ավելի վարժված են, ավելի գիտակ են այդ հարցերում, քան մեր ուսյալ, այսպես ասած, աչք ընկնող վարդապետները։ Մերոնք վստահ իրենց ուժերին, որտեղ հայտնի էին որպես գիտուն վարդապետներ եւ թերևս շատ լավ տիրապետում էին սուրբ գրքին եւ սուրբ գրային գրվածներին, ընդունում են այդ բանավեճը, սակայն լատին վարդապետները սկսում են հարցերը արտաքին գրոց բնագավառից, որի մասին այս վարդապետները ոչինչ չգիտեին գրեթե։ Այնուհետև անցնում են հայոց քերականության մասին հարցեր տալով եւ այս ամենը ժողովրդի ներկայությամբ եւ օրինակ Դավրիժեցին հարցերից մեկն է բերում, թե վարիմ բառը անուն է, այսինքն գոյական է, թե բայ է։ Մերոնք չգիտեին եւ ամոթահար վերադառնում են Տաթևացու մոտ եւ ամիջապես պահանջում կաթողիկոսից իրենց որպես ուսուցիչ կանչել Մելիքսեդ Վժանեցուն։ Հայտարարվելով, պարտություն կրելով կաթոլիկ քարոզիչներից, այնտեղ իսկ լցվում են, այսպես ասած, այդ քարոզի վճռականությամբ, վրեժխնդրության զգացումով եւ որոշում վերադառնալ Հայաստան, վերադառնալուն պես ուսանել Մելքիսեդ Վժանեցու մոտ։ Մոտորապես 31 թվականի գարնանը վերադառնում են եւ Երևանում հանդիպում Մելքիսեդին, անմիջապես թե Խաչատուրը, թե Սիմեոն Ջուղայեցին եւ թե մեկ ուրիշը մի քանի հոգով աշակերտում են Մելքիսեդ Վժանեցուն նրա ստացած գիտելիքները ըմբոշխնելու համար։ Եվ ինչ այն, որ ամիսներ առաջ Էջմիածնի հոգևորականները հիասթափվել ծաղրուծանակի էին ենթարկել նրան, հիմա նրանք էլ են ուշքի գալի, արթնանում են այս լեթարգյան քնից ու կաթողիկոսից պահանջում են, որ կամ Մելքիսեդին բեր Էջմիածին, մենք էլ հնարավորություն ունենանք ունկնդրելու նրան, կամ մեզ թույլ տուր ամեն օր գնալ Երևան ունկնդրելու նրան։ Տեսնում եք, հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա տեղի ունեցած մշակութային մի առերևույթ, գուցեև աննշան իրադարձությունը, ինչ խթան կարող է հանդիսանալ եւ հանդիսացավ մայր հայրենիքում մշակութային կյանքի զարթոնքի համար։ Վժանեցու գործունեության կարևոր փուլը կապվում է Երևան քաղաքի հետ։ Ոսկան երևացու կողմից Առաքել Դավրիժեցու պատմության մեջ ավելացված Ծ գլխի հրապարակումով մեր մշակութային կյանքի պատմության մեջ ամրագրված է տեսակետ, ըստ որի Երևան քաղաքում 1631 թվականի սկզբին 3-4 ամիս Սուրբ Անանիա Առաքյալի մենաստանում, որը ներկայիս Զորավոր եկեղեցու տարածքն է, գործել է Վժանեցու բացած դպրոցը, որտեղ իրականացվել է բացառապես բնական գիտություններին վերաբերող առարկաների, քերականության, փիլիսոփայության, տոմարագիտության դասավանդումը։ Գալով Երևան
նա այստեղ Աննայի հայտնի Մենաստանում բացում է դպրոց եւ այստեղ շարունակում իր ուսումնառությունը փաստորեն պատանիների երդասարտների իր արտաքին առարկաների ուսումնասիրության գործը իսկ ապա նույն ձևով նա Երևանում այս դպրոցը մեծ համբավ է ձեռք բերում, ապա տեղափոխվում է Էջմիածնում, այստեղ նույնպես դասավանդում է եւ հենց այստեղ նրա աշակերտներն են եղել Ոսկան Երևանցին, Սիմոն ուրեմն Ջուղայեցին եւ Խաչատուր Կեսարացին։ Նրանք եղել են նրա շնորհալի աշակերտներից։ Իմիջայլոց Անանի այդ դպրոցի մասին իր հուշերում պատմում է նաև Ոսկան Երևանցին, թե ինչպիսի եռանդով ոգևորությամբ էր Մելիքսեդ Վժանեցին դասավանդում այս արտաքին առարկաները եւ իրենց ուսումնառության ընթացքում ծանոթացնում Արիստոտելի, Պլատոնի, Պորֆյուրի փաստորեն փիլիսոփայական հայացքներին եւ միաժամանակ խորը ուսումնասիրում եւ իրենց ներկայացնում էր եւ քերականական արվեստը եւ տրամաբանությունը եւ միաժամանակ ուսումնասիրում էր տոմարագիտություն եւ դարձնում իրենց ուսումնասիրության հիմնական առարկան։ Հայտնի է, որ Խաչատուր Կեսարացին եւ Սիմեոն Ջուղայեցին կարոտ լինելով գիտության դիմել են Վժանեցուն եւ նրանից դասեր առել։ Հետո նրանք վերադարձել են Նոր Ջուղա եւ դարձել լուսավորության տարածման նվիրյալ գործիչներ։ Հասնելով Նոր Ջուղա, Խաչատուր Կեսարացին ամենափրկիչ վանքում նոր հիմունքներով վերաբացում է նախկինում իր ունեցած բարձրագույն տիպի հռչակավոր դպրոցը, որին հայ պատմագիրներից մեկը տալիս է համալսարան անունը։ Սուրբ գրքի ու Հարանց վարքի կողքին նշանակալի տեղ է հատկացվում բնական գիտությունների դասավանդմանը։ Սուրբ Անանիայի վանական դպրոցում բարձր կրթություն ստացած Վժանեցու նշանավոր աշակերտներից է Ոսկան Երևանցին, որը դառնում է հայ տպագրության ամենախոշոր դեմքը։ Վարդապետ Վժանեցու մյուս կարկառուն աշակերտը Ջուղայեցին դառնում է հայ փիլիսոփայական մտքի առաջադիմական ավանդույթների զարգացման առաջամարտիկներից մեկը։ Առանձին բարեբախտություն պետք է համարել, որ Նոր Ջուղայի ամենափրկիչ վանքի դպրոցում դասառության ընթացքն ու ուղղություն տվողը հանդիսանում էր հենց այս աչքի ընկնող ու բանիմաց հոգևորական մտավորականը։ Ուշագրավ է, որ Վժանեցու այս սանը ուսուցչի մայիս տարիներ անց Էջմիածնի միաբաններին դասավանդելով փիլիսոփայություն օգտվել է նրա փորձից, իսկ գրած հայոց լեզվի արդի իմաստով առաջին ամբողջական քերականությունը, ինչպես նաև տրամաբանությունը, շատ հայտնի եւ տարածված դասագրքեր դարձան մինչև իսկ հաջորդ 18-րդ դարում։ Իսկապես Սիմոն Ջուղայեցին կարողանում է հաղթահարել այն նախկին հետամնացությունը, տգիտությունը եւ 1637 թվականին ընդամենը մի 5-6 տարի հետո գրում է հայոց լեզվի ժամանակահարդի իմաստով առաջին քերականության քերականությունը, որը հետագայում մոտ 18-րդ դարում դասագիրք է եղել դպրոցներում, նույնիսկ 1725 թվականին Պոլսում 25 քաղաքների մեկենասների, բարերարների նախաձեռնությամբ հրատարակվել է եւ մի խոսքով մեծապես նպաստել փիլիսոփայական մտքի զարգացմանը։ Այլ խոսքով ասած, Սիմեոն Ջուղայեցին դարձավ Մելքիսեդի առաջին աշակերտը, նրա իղձերի, իդեալների, գաղափարների կրողն ու զարգացնողը, եւ եթե Մելքիսեդը, ինչպես տեսանք, հին արժեքների, հին ավանդույթների վերականգնման գործին նվիրեց իր կյանքը, որպեսզի պետք էր դա յուրացնել, որպեսզի նորը դրած վրա կառուցեն։ Ապա Սիմեոն Ջուղայեցին արդեն նրանից վերցնելով այդ փիլիսոփայության ջահը, նա այն նորացրեց
նորոգեց, հարստացրեց նոր գաղափարներով եւ 40-ական թվականներին գրեց նաեւ գիրք տրամաբանության վերնագրով մի բացառիկ աշխատություն, որը 18-րդ դարում ունեցավ նորից 2 հրատարակություն, հրատարակվեց նույնիսկ թարգմանվեց վրացերեն եւ մեծապես նպաստեց վրաց տրամաբանական մտքի զարգացման։ Դժբախտաբար ընդամենը 8 ամիս իր կյանքի վերջին 8 ամիսներին, բայց Մելիքսեթը կարողանում է այդ 8 ամսվա ընթացքում սերունդ պատրաստել։ Եվ այնպիսի սերունդ պատրաստել, որ ընդամենը մի քանի տարի հետո Սիմեոն Ջուղայեցին պիտի գրեր հայոց քերականության դասագիրքը։ Պիտի կազմվեին մյուս գումարագիտական եւ այլն աշխատությունները, իսկ աշակերտներից մեկն էլ Հակոբ Ջուղայեցին պիտի դառնար կաթողիկոս եւ Էջմիածնում արդեն գաղտնի ժողովներ պիտի գումարեին եւ հայոց պետականության վերականգնման հարցը արծարծեին, պատվիրակություններ ուղարկեին քրիստոնյա երկրներ եւ այլն։ Իր ուսումը Էջմիածնի դպրոցում վժանեցու եւ Սիմեոն Վարդապետ Ջուղայեցու մոտ է ստացել նաեւ ապագա կաթողիկոս Հակոբ Ջուղայեցին, որի հիմնական ծրագիրն էր հայ ժողովրդի հոգևոր զարթոնքն ու քաղաքական ազատությունը։ Պատահական չի Սիմոն Ջուղայեցին եւ Խաչատուր Կեսարացին դարձան հետագա Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի ուսուցիչները, որը ազգագրական պայքարի նշանավոր դեմք դարձավ եւ 1670-ական թվականներին կազմակերպեց դեպի Եվրոպա ուղևորությունը նույն Իսրայելորու եւ նրա միջոցով նաեւ դիմեց Լեհաստան թագավոր ուրեմն Սիգիզմունդի խնդրելով Հայաստան ազատել թուրք նո ավելի շուտ պարսկական տիրապետությունից։ Ազգագրական շարժման այս ռահվիրան դաստիարակվեց փաստորեն Մելիքսեթ Վժանեցու աշակերտների կողմից։ Ուզում եմ ասեմ, Մելիքսեթ Վժանեցու դերակատարումը իսկապես մեծ էր անժամանակ նոր սերունդ դաստիարակելու, արտաքին գիտությունները դասավանդելու ոլորտում։ Վժանեցու ամենամեծ ծառայությունն այն է, որ նա ասպարեզ հանեց մոռացված գիտությունները, արթնացրեց գիտական միտքը հայ իրականության մեջ, աշակերտներ պատրաստեց աշխարհի գիտությամբ զբաղվելու համար։ Լեոն գրել է. այդ ֆանատիկոսական սերը, այդ հսկայական ջանասիրությունը հասցրին տենչացած նպատակին։ Նա հաղթեց։ Պլատոնը, Արիստոտելը, Փորփյուրը եւ այլ հին մտածողները բաց արին նրա առջև իրենց գաղտնիքները։ Նա տիրապետեց քերականության, լավ ուսումնասիրեց տոմարական գիտությունը։ Այսպիսի սքանչելի պատկեր կարելի էր տեսնել Իտալիայի վերածնության դարում, երբ ջերմեռանդ որոնողների առջև հայտնագործվում էին հնության մեծ խելքերը։ Բայց աղքատ ու խեղճ հայ անապատականը Վանացովի փոքրիկ կղզում նոր գրքեր չէր գտնում, այլ մենակ, առանց ղեկավարների ու աջակիցների ուսումնասիրում էր ոչ միտեղ չթաքցրած, բայց կատարելապես անհասկանալի դարձած գրքերը։ Նրա գործն ավելի դժվար էր, նրա տանջանքներն ավելի հարգի են։ Եվ ահա, իր համեստ խուցից դուրս է գալիս գիտնական մարդը, որը առաջինն է հայոց աշխարհում։ Նրանով դպրոցական դաստիարակության գործը հասնում է զարգացման այն աստիճանի, որից բարձր ոչինչ չէր կարող լինել այն ժամանակ Հայաստանում։ Լեոյի այս գնահատումների մեջ ոչ մի բառ չափազանցված չէ։ Պատահական չի, Առաքել Դավրիճեցու գնահատականը մնում է իսկապես այդ դարաշրջանի հիմնական գնահատական, երբ նա անդրադառնում է գրատպությանը, անդրադառնում է նաև նրա աշակերտներին եւ նրա դասախոսության որակին, այն բնութագրում է իբրև ժամանակի իսկապես նոր շունչ հաղորդելու եւ խավարը ցրելու, լուսավորություն հայոց աշխարհ բերելու մտայնության լավագույն դրսևորում։ Շատ հետաքրքիր է, որ շատ կարճ կյանք ունեցավ, Դավրիճեցին պատմում է, որ Լիմ անապատում սովորելու ժամանակ ձմեռան ցրտին եւ այլն քամի էր առել, մրսել, հիվանդացել էր, երևի թոքաբորբ ինչ, աշակերտները ամեն ջանք գործադրեցին փրկելու համար, բայց ցավոք սրտի
լավության փոխարեն վատությունը ստացվեց, սխալ տեղորայք էին տվել եւ դրանից էլ մահը ավելի շուտ վրա հասավ։ Բայց մահվան մահճում էլ կանչեց իր սաներին, ինչպես ասում է Դավրիժեցին, պատվիրեց, որ հիշեն փիլիսոփայությունը ձեռք է բերում երկարատև, մշտատև աշխատանքի գնով եւ ստացածն էլ պետք է սիրահորժար անմնացորդ փոխանցել հաջորդ սերունդներին։ Ասել է թե գիտակցում էր, որ փիլիսոփայությունը ձեռք է բերում ինչպես եւ այլ մշակութային արժեքներ սերունդների համատեղ աշխատանքով եւ սերունդը պետք է փոխանցվի հաջորդ սերունդներին։ Մեր եկեղեցու մեծահամբավ հայրերից ոմանք իրենց երկրային կյանքի ամենաբեղուն շրջանն անցկացրել են Սուրբ Անանիայի անապատում։ Մովսես կաթողիկոսի պես վժանեցին հաճախ էր գալիս այստեղ եւ երկար ժամանակ անցկացնում։ Հետաքրքիր է եւ կարծես դրա անուղակի ապացույցն է նաեւ այն, որ այս անապատում են իրենց մահկանացուն կնքել մեծ լուսավորիչ վերանորոգիչ վարդապետ վժանեցին եւ Մովսես կաթողիկոսը եւ ամփոփվել նույն բլրի վրա Հովանես վարդապետ Կոզեռնի մոտ։ Այն այժմյան Երևանի կենտրոնում է, Բաղրամյան պողոտայի, Պրոշյան, Դեմիրճյան փողոցների եռանկյունում։ Այստեղ նրանց գերեզմանների վրա հետագայում կառուցվել է մի մատուռ, որը ստացել է Կոզեռնի մատուռ անունը։ Շատ դժվար է ամփոփել վժանեցու գործունեությունը իրապես, տարողունակությունը եւ այդ ժամանակի վարդապետների գործունեությունը։ Եվ մեզ կարծում եմ մնում է ընդամենը ասել եւ հիշատակն արդարոց եւ իմաստնից օրհնությամբ եղիցի եւ աղոթյունքնոցա Տերն ամենակալ պահպանեցե ազգ եւ երկիր հայոց։ Ամեն։ Մեծ ուսուցչապետի, ճշմարիտ հոգևորականի, մտածողի, փիլիսոփայի ու աստվածաբանի հիշատակի առջև մեր լավագույն թուրքն ու խոնարհումն անշուշտ կլիներ նրա ծննդավայր Ուջան գյուղին իր նախնական վժան անվանումը վերադարձնելը։ Այդ են պահանջում նաև պատմությունն ու տեղանունների հայկականացման միտումները։